ու այս սենց ամեն անգամ, ամեն աշխատանքային աշխատանքային օրվա հետ մեկտեղ Սիփանս հավաքում է իր այս ծանր տեխնիկան, իր ուժեղ թիկունքին դնելով գնում է ես էլ իր հետ այսենց իմ համար հանգիստ գնում եմ, որ իրան հանգիստ օգնեմ նենց հավես է մի տեսակ, որ այն որ մի վլոգը դեռ չմոնտաժած, չպատրաստած 3 անգամ նկարել ու հաջորդ օրը նորից նյութ ես ունենում նկարելու, շատ հավես է լինում, շատ այսպես, չգիտեմ, ոգևորված ես լինում ու տեմպի մեջ ես լինում, այսինքն քո տեմպը չես կորցնում, թե չէ որ անցնում է մի քանի օր, մանավանդ շաբաթ, էլ չես իմանում ինչ նկարես, մտքերը կորում են, ուսան փախնում է։ Հիմա ես դեռ պատրաստում եմ ձեզ համար, չգիտեմ, մինչև այս վլոգի տեղադրելը իհարկե դուք արդեն կտեսնեք, թե ինչ հրաշալի տեղ ենք գնացել, պատմական սենց ամրոցներ, սիրուն, շատ շքեղ, ու հիմա արդեն նկարում եմ մեկ այլ վլոգ, որտեղ ամուսնուս հետ նորից գնում ենք աշխատանքի, գնում ենք հարսանիք, գնում ենք ֆրանսիական հարսանիք նորից նկարելու ու ինչն է հետաքրքիր Զույգերը, եթե չեմ սխալվում, ամուսնացած են, չէ՞։ Արդեն։ Հետաքրքիր չի, ստե արդեն տենց։ Դե իմ համար հետաքրքիր է, որովհետև դե հա, ճիշտ է, այստեղ արդեն որ 1-2 լսում ես, ընտելանում ես, այդպես է։ Մարդու ականջին արդեն ոնց որ չի զարմանում, սովորական է լինում, բայց այստեղ ֆրանսիացիները ամուսնանում են, երեխա են ունենում ու դրանից հետո, որ արդեն տարիները անցնում են, հասկանում են, որ այո, մենք իրար համար ենք, պետք է գնալ եւ այս ամեն ինչը օրինականացնել։ Հիմա գնում ենք այս մարդկանց միայն եկեղեցում նկարելու ու կարծեմ դրսի ֆոտոսեսիա է լինելու։ Եկեղեցում չէ։ Քաղաքապետարանում, հա, քաղաքապետարանում են գնում նկարել։ Բա եկեղեցի չեն գնում։ Թե գնացել են իրանք ժամանակին։ Հիմա գնում են օրինականացնեն։ Հա, հիմա գնում են իրանք այդ ամեն ինչը օրինականացնեն ու իրանց բալիկների հետ բալիկները էդ էլ է շատ հավես, որ երեխեքը իրանց մամայի պապայի հարսանիքը տեսնում են գոնե։ Մի հատ բան է հիշել, հումորային, դա պատմեցի Սիփանին։ Մի խոսքով ճանապարհ ընկանք արդեն, գնում ենք մեզանից այդքան էլ հեռու չի, գնանք տեսնենք Էս էլ է բացահայտում ինձ համար, սովորականից տարբերվում է։ Արևա ընկնում։ Մի խոսքով շատ չեմ մանրանա, որովհետև այդպես մանրանալու բաներ չկա, արդեն այն ինչը որ հետաքրքիր էր ձեզ ասեցի, ինչն ենք նկարելու այս անգամ։ Մնացած ուղղակի կտեսնենք ինչպես է այդ զարդարանքը, եթե արվել է։ Չի վերջ 600 մետրով։ Այս ծայրամասերում, այսինքն այդ գյուղերում էլի, որ իրոք տուղից բավականին հեռու են, ինքան ավելի հավես են ամեն ինչը, սենց տները շատ հավես է, որ նայում ես, ոնց որ են հեքիաթի միջի, մույտերի միջի տներից լինի ու կանաչը շատ առատ, դրա համար սենց որ մենք գալիս ենք միշտ հավեսով վայելում ենք մեր ճանապարհը։ Հստակ ֆրանսիացիներ են դրա համար։ Հա, ու այստեղ ճիշտ է, հիմնականում փախստականներ, ծաղիկները շատ սիրուն է։ Ես հասանք ես ակ բան, այդ սակադերվերի տես։ Մերին է։ Okay, մենք արդեն հասել ենք քաղաքապետարանի մոտ ենք։ Ու ինչպես միշտ էլի շուտ ենք եկել։ Հա, ասում եմ, որ այստեղ հիմնականում ընդհանրապես sense գյուղերում փախստականներ չեն լինում, հիմնականում փախստականները ավելի շատ կենտրոնում են լինում։ Մենք էլ այստեղ մի քիչ կսպասենք Սիփանը իր տեխնիկան կհանի, կպատրաստի, մինչև որ արիթը կսկսի, որովհետև հիմա ժամը 10 է, իսկ արիթը սկսվում է, այսինքն ֆոտոյի մեր գործը, սկսվելու է 10:30։
ոնց որ թե ուզում են կամանց մանրից հավաքվել 10-ից կեսը արդեն լինում անց 25 բայց դեռ չկան ոչ ոք եկել ենք սպասում ենք մարդու կնիկ մենք էլ այնքան եմ սիրում ես այս ծաղիկները այս ֆոնին այսպես նստեմ սպասեմ այստեղ գիտեք ինչն է հետաքրքիր Ֆրանսիայում տեղեր կան որ բերում են իրանք արհեստական ծաղիկները ամեն սեզոնին փոխում են իրանք տնկում են իրանք հավաքում են սրանք արհեստական չեն նկատնում արհեստականորեն են բանանում արհեստավոր արհեստական են բերում ծաղիկները դնում այլ արհեստական ձևով այսինքն չեն ցանում սպասում որ ջրեն հետո ծաղիկը բուսնի ծլի ծաղկի այլ պատրաստի ծաղիկը բերում են այդպես հողով ու տնկում են նորից հողի մեջ բայց այստեղ չի լինում այսպես քաղես ու տանես, որովհետև մանավանդ վարդերի վրա, դե Հայաստանում էլ է այդպես, հիմնականում այդ բզեզները, մեղու, չգիտեմ, ինչ կենթանի ասես, որ չկա իրանց վրա։ Եկեք մուտքից սկսելով գնանք։ Սա քաղաքապետարանի արդեն բացն է։ Դիմացի շենքերը մենք էլ ուզում ենք գնանք տեսնենք արարողությունը որտեղ է, երբ է սկսում վերջո։ Ես նորից որ դուրը, խստիվ կասկածում եմ, որ մենք Ֆրանսիացու հարսանիք ենք եկել, որովհետև ուշանում են։ Անգամ քաղաքապետարանի դուռն է փակ։ Չեն էլ բացում, որ գնանք ներսը սպասենք։ Գնանք, ով կա չկա ներսը։ Բացվեց դուռը։ Հա։ Վերջապես։ Գնանք տեսնենք ինչ է մեզ սպասվում։ Իսկ եթե ձեզ հետաքրքիր է, նայեք մինչև վերջ։ Մենք արդեն քաղաքապետարանի ներսում ենք, այնքան սիրուն է դիզայնը։ Սա արդեն Արսենի ծառայությունների սրահն է, որտեղ է և կատարվելու է մեր արարողությունը։ Ասում է այդքան էլ ժամանակակից չի, բայց ինչ շատ դուր եկավ։ Վալա։ Ամեն ինչ պատրաստ է, մնում է հարսն ու փեսան գան։ Մենք դեռ այստեղ սպասում ենք, փաստորեն 11-ին է, ոչ թե 10-ից, բայց մեզ են նախորոք այստեղ կանչել, իբրև թե շուտ են ժամ ասել, որ չուշանանք։ Ես էլ նոր այստեղ հարցնում եմ, թե երբ են սկսելու։ Այս Զաքսիկին ասում է, որ սկսվում է 11-ին, բայց նայում եմ, կարծես թե գալիս են արդեն վերջապես։ Մի րոպե։ Ինչ բոլորը կգան, եկեք ուսումնասիրենք ուրեմն ներսում էլ ինչեր կան։ Տեսեք, սրանք բոլորը լույսեր են։ Ինձ հնարավոր է չի կարելի շատ գնալ, դրա համար բազատես այսպես ցույց կտամ։ Հոլա։ Փաստորեն իրենք լավ էլ ժամանակին են եկել, անգամ 11-ը չկա, 5 րոպե դեռ կա։ Դե մեզ շատ շուտ էին ասել, մի ժամ շուտ էին մեզ ասել, ես էլ գիտեմ իրանք են ուշանում։ J'ai mal au ventre, mais... Attends, elle va être angoissée là, toi.
Audi, tu vas commencer par bien te calmer. Ah oui, bah moi aussi. Ma mère a pris ma pousse. Քաղաքապետարանից դուրս եկանք, հիմա գնում ենք հավանաբար իրանց գյուղ երևի ու գնում ենք այնտեղ էլ մի քանի ֆոտոսեսիա անենք, որովհետև այնտեղ լինելու է նաև սրահը, որ գնալու են, խնջույք են կազմակերպել, շատ մեծ չէր թիվը մարդկանց, դուք ինքներդ տեսաք, ու ջուր մասշտաբով հավաքված էին ու ամեն ինչ շատ հանգիստ անցել որ մինչև այս պահը լարված չէր, որովհետև չեն սկսել, չգիտեմ, հարսի փեսայի տուն գնալուց, մի խոսքով ամեն ինչը շատ թեթև էր արված։ Ես էլ շատ չեմ կարողանում նկարեմ այդ պահերը, որովհետև այս մարդն ինձ թույլ չի տալիս։ Իրար հետ ենք նկարում, ամեն ինչ իրար հետ ենք անում, իրար հետ աշխատում ենք։ Ու ես հասցնում եմ միայն այսպես ձեզ կարճ համառոտ տեղեկություններ տալ։ Մի խոսքով, մեզ մնաց միայն մի երևի այգու ֆոտոսեսիա սենց ասեմ, այս սպասիկները ինչ են, այգու ֆոտոսեսիա կանենք ու վերջ մենք արդեն վերջացնում ենք մեր գործը ու հանգիստ խղճով գնում ենք տուն։ Գանք քեզ հետ գալուց գանք ստե նկարեմ անպայման, բայց տելեֆոն չի, գրքերի է։ Չէ, գրած է տելեֆոնը։ Տելեֆոնի ապարատ է, մեջ է գրքեր։ Այդ գալուց Որը կնգնայսի։ Տես։ Ասում ուր է, հենց է տայլ է, որ չկա։ Հələ զամ։ Իմ ինձ տաքսից է ասիպ։ Վերջ Սիփանը արդեն հավաքվում է, վերջացրեցինք, մեզ մոտ ժամը 2-ն է արդեն, ու հիմա գնում ենք տուն, Սիփանը գա ու գնանք։ Թեթև անցավ ամբողջ ընթացքը, թեթև սկսել էր, թեթև էլ ավարտվեց։ Այստեղ էլ ուղղակի մի քանի հատ ֆոտոներ ենք իրանց արել, կարելի է ասել ուղղակի դրսային ֆոտոսեսիա, բայց ասեմ, որ քաղաքապետարանի դիմացի այգին շատ ավելի գեղեցիկ էր մի քանի անգամ, քան այստեղի, որովհետև սա ընդամենը ստադիոնի նման մի տեղ է, ֆուտբոլադաշտ, ու տենց ինչ-որ երևակայելի տեղ չէր, որովհետև իրանք բացատրեցին, որ շատ սիրուն գետ անցնում, ես անցնում, այո, այստեղ գետ կար, բայց ոչ թե ներսում էր, այլ մի քանի կիլոմետր են կողմ էր։ Մի խոսքով իրանց բալիկն էլ շատ լավն էր, 2 տարեկան էր Լեոյիս տարիքին էր ու շատ համով բալիկ էր։ Բայց իհարկե մենք էլի սիրուն ֆոտոներ արել ենք, ես վերջում էլի կդնեմ, ինչպես միշտ, ինչպես իմ բոլոր վիդեոների, բլոգների մեջ ես սիրում եմ դնել ֆոտոներ, չընկնի հեռախոսս, վալա, всё, գոհ ես, չէ, ինչի, Սիփանը այսօր բողոքում է, որովհետև նախ արդեն սենց են ճոր արևի տակ իրան անընդհատ կանչում են մի հատ այստեղ, մի հատ այս մեկի հետ, մի հատ այն մեկի հետ ու պայմանավորված ժամով էլ, ժամից էլ ավել են ուզում որ մնանք,
Բայց գումարը, այն գումարը, որ իրանք մեզ տվել են, դա չի համապատասխանում, այդ մեր ստանդարտներին, հա, այսպես ասեմ։ Ու իրանք էլ շատ սենց սիրում են ֆոտոներ ունենալ, սենց անցավ էս ամեն ինչը, բայց չէր, ոչինչ, ինձ համար էր մի քիչ հանգիստ, բայց Սիփանը իրոք շատ էր սենց վազում, լարվում, որովհետև տեղն էլ ասեցի արդեն, չգիտես, ինչ նկարես ես չոլերի մեջ, բայց էլի եղան որոշ գեղեցիկ ֆոտոներ կունենան հաստատ։ Այսքանը մեր վլոգի 20 կիլոմետր մինչև տուն։ Երեխան եկել էստեղ 25։ Այսքանը մենք գնացինք